Հաջողությունը բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Ժամանակին երկու եղբայր են լինում։ Մի անգամ փոքրն ասում է մեծին. «Եղբայր, աշխարհը փողի վրա է կանգնած։ Առանց փողի հաջողություն չկա»։ «Ոչ», ասում է մյուս եղբայրը, «հաջողությունն է փողը բերում»։ «Չէ, ինչ ես ասում, եղբայր, դու ինձ փող տուր, հաջողությունն ինքն իրեն կգա»։ «Այդպես չէ, եթե հաջողություն չլինի, սպասիր, որ փող պիտի անցնի ձեռքդ»։ Մեկն այս է ասում, մյուսն այն, մինչև երկու եղբայրները որոշում են վերջնականապես պարզել, թե իրենցից ով է ճիշտը։ Փող են վերցնում հետներն ու ճամփա ընկնում։ Գնում հասնում են մի գյուղ։ Հարցնում են, թե այդտեղ ով է ամենաաղքատ գյուղացին։ Նրան կանչում 50 ոսկի են տալիս։ «Այս փողն առ և հաջողությանը կաշառիր», ասում են նրանք, որպեսզի գործերդ հաջող գնան։ Աղքատն ուրախանում է, փողն առնում, գնում դեպի տուն։ Ճանապարհին շեկ մի կին է հանդիպում։ «Ուր ես գնում», հարցնում է նա։ «Գնում եմ հաջողությանը կաշառեմ», պատասխանում է աղքատ գյուղացին։ «Ահա այս 50 ոսկին էլ իրեն եմ տանում»։ «Հաջողությունը փողով չի գնվի», ասում է կինը։ «Լավ է, երեխաներիդ համար մի բան առ, ոսկիներն էլ թաքցրու փափախիդ մեջ»։ Աղքատը մի կտոր սև թոք է առնում երեխաների համար, փողն էլ թաքցնում փափախի մեջ։ Ճանապարհին մի ագռավ թռչում է գլխի վրայով ու կռկռում. «Ղա, ղա, ղա»։ «Չէ, այս թոքը քեզ համար չէ», ասում է նրան աղքատը և թոքը թաքցնում բաճկոնի տակ։ Բայց ագռավը իջնում է ցած, նրա գլխի փափախը խլում ու փախչում է։ Անցնում է ինչքան ժամանակ, որ պիտի անցներ։ Երկու եղբայրները նորից գալիս են գյուղ։ Ուզում են տեսնել, թե աղքատն ինչ արեց իրենց տված փողերով։ Սա նրանց պատմում է, թե ինչպես ագռավը եկավ ու խլեց իր փափախը։ Եղբայրները 100 ոսկի են տալիս նրան և ասում. «Այս փողերը առ և կաշառիր հաջողությանը»։ Գյուղացին վերցնում է ու նորից գնում դեպի տուն։ Շիկամազ կինը նորից է հանդիպում։ «Ինչ ես սեղմել ափիդ մեջ», ասում է նա։ «Ոսկի», պատասխանում է աղքատը։ «Ինչիդ է պետք»։ «Ինչ-որ մարդիկ տվեցին, որ հաջողությանը կաշառեմ»։ Մարդ Աստծո, չհասկացար, որ հաջողությունը ոսկով չի առնվի։ Դու գնա այդ փողը տանդ պահիր, հետո ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես գտնես նրան։ Աղքատը գնում է տուն և փողը թաքցնում թեփով լի մի կճուճի մեջ։ Մի օր աղքատը գնում է շուկա։ Այդ ժամանակ նրա տան առաջով մի խնձոր վաճառող է անցնում։ «Խնձոր, խնձոր, խնձոր առեք»։ Գյուղացու երեխաները այդ որ լսում են, գնում են իրենց մայրիկից խնդրում, որ խնձոր առնի իրենց համար։ Սա էլ թեփի կճուճը տալիս, խնձոր է գնում։ Աղքատը վերադառնում է, տեսնում կճուճը չկա։ «Կճուճն ուր է», հարցնում է նա կնոջը։ «Ես կճուճը տվեցի, խնձոր առա երեխաների համար»։ «Ում տվեցիր»։ «Խնձոր վաճառողին»։ «Հիմա ուր է այդ խնձոր վաճառողը»։ «Գնաց»։ Ախ ու վախ է անում գյուղացին, գլխին տալով վազում է խնձոր վաճառողի ետևից։ Այստեղ խնձոր ծախող, այնտեղ խնձոր ծախող, չկա ու չկա, ասես գետնի տակ է մտել։ Երկու եղբայրները գալիս են նորից։ Գյուղացին նրանց պատմում է գլխին եկածը։ Եղբայրները երկու փամփուշտ են տալիս նրան և ասում. «Վերցրու այս փամփուշտները, մեկը քեզ, մյուսը հաջողության համար»։ Աղքատը վերցնում է փամփուշտներն ու գնում։ Շիկամազ կինը հանդիպում է նորից։ «Ինչ ես տանում», հարցնում է նա։ «Փամփուշտ»։ «Ինչիդ է պետք փամփուշտը»։ «Ինչ-որ մարդիկ տվեցին, մեկն ինձ, մյուսն էլ հաջողության համար»։ «Հաջողությանը գնդակ չի դիպչի», ասում է կինը։ «Դու էլ հո խելագար չես, որ սպանես քեզ։ Հիմա լսիր, թե ինչպես կարող ես գտնել հաջողությունը։ Գնա 100 փամփուշտ ևս ձուլիր, մի երկար էլ ցանց հյուսիր։ Փամփուշտները կկապես ցանցի ծայրից ու 9 օր շարունակ կգցես ծովը։ 9-րդ օրը նոր կբռնես հաջողությունը։ Աղքատը աշխատում, մի քիչ փող է վաստակում,
արջիճ առնում և փամփուշտները ձուլում է։ Նորից աշխատում, նորից մի քիչ փող է վաստակում, այս անգամ էլ կանեփաթելն է գնում։ Կնոջ ասած ցանցը շարունակ ցանցը նետում է ծովը, ոչինչ չի կարողանում բռնել։ 10-րդ օրը, արդեն վերջին անգամ լինելով, ցանցը նետում է և ինչ տեսնի, դուրս բերածը մի ոսկե ձկնիկ է։ Ուրախ տանում է տուն կնոջը։ Սա ձուկը մաքրում է, որ եփի, բայց փորի միջից մի թանկագին քար է դուրս գալիս, արևի պես շողշողացող մի քար։ Նայում է աղքատն ու վախեցած ետ ցատկում։ Անգին քարի միջից նրան էր նայում նույն այն շիկամած կինը, որը նրան սովորեցրել էր, թե ինչպես գտնի հաջողությանը։ Մի վախենա ախպերացու, լեզու է առնում անգին քարը, հաջողությունը քո ձեռքին է։ Ես այն շիկամած կինն եմ, որը քեզ սովորեցրեց, թե ինչ անես, որ գործերդ հաջող գնան։ Հիմա լավ լսիր ինձ։ Կգնաս միշտ դեպի արևելք, որտեղից ծագում է արևը։ 9 օր 9 գիշեր կգնաս այդպես։ Կանցնես փարթամ այգիների, մեծ պարտեզների միջով, կտեսնես անթիվ անհամար ոչխարի հոտեր։ Վերջը կհասնես մի մեծ ու գեղեցիկ շենքի, որի շուրջը բազմաթիվ նույնպիսի շենքեր կան։ Այդտեղ ապրում են արտերի, բանջարանոցների ու հոտերի տերերը։ Նրանք բոլորը միասին են աշխատում։ Բարևիր նրանց և ասա. ահա ձեզ այս քարը, ես այն վաստակեցի աշխատանքով ու տառապանքով։ Ինձ էլ ընդունեք ձեր մեջ, կաշխատեմ ձեզ հետ։ Եվ ամեն ինչ կգնա այնպես, ինչպես ես կարգադրել եմ։ Գյուղացին ճամփա է ընկնում։ 9 օր 9 գիշեր գնում է նա, մինչև հասնում է մեծ շենքը։ Տանտերերը դիմավորում են նրան։ Գյուղացին նրանց տալիս է իր անգին քարը։ Ասում է նաև, թե ինչ էր սովորեցրել իրեն հաջողություն քույրիկը։ Տանտերերը գնում մի տոպրակ ծորեն, մի սագար խնձոր ու մի մատղաշ էլ գառ են բերում։ Նրանց մեջ ամենաավագը ցույց է տալիս ծորենը, խնձորն ու գառը և ասում. մեր թանկագին հյուր, քո բերած անգին քարը մենք կդնենք մյուս թանկագին քարերի կողքին, որ բերել է մեզնից յուրաքանչյուրը։ Իսկ դու հիմա այս երեքից մեկն ընտրիր, որպեսզի իմանանք, թե ինչ գործ ես ուզում անել, երբ սկսես աշխատել մեզ հետ։ Գյուղացին ընտրում է ցորենը։ Ահա այդ ցորենով դու շատ անգին քարեր կգտնես ու էլ ավելի կհարստացնես մեր ընդհանուր ունեցվածքը, ասում է ավագ տանտերը։ Եվ գյուղացին սկսում է աշխատել կոլեկտիվ տնտեսության մեջ։ Այնքան լավ է աշխատում նա, որ 9 հոգու չափ գործ է անում։ Ընկերները հավանում ու սիրում են նրան։ Նրանք մի լավ տուն են շինում նրա համար։ Գյուղացին գնում կնոջն էլ է այստեղ բերում և ապրում ուրախ ու երջանիկ իր աշխատասեր ընկերների հետ։ Մի առժամանակ հետո երկու եղբայրները նորից գնում են տեսնելու, թե ինչ է արել իրենց աղքատ բարեկամը։ Բայց նա գյուղում չի լինում։ Եղբայրները ճամփա են ելնում, որ գտնեն նրան։ Համագյուղացիները ասում են, թե որտեղ է։ Եղբայրները գնում, հասնում են հարուստ տնտեսության մեծ շենքը։ Գյուղացին իր գեղեցիկ տան պատուհանից տեսնում է նրանց և ներս է հրավիրում։ Եղբայրները մնում են զարմացած, երբ տեսնում են, թե ինչքան լավ ու երջանիկ է ապրում երբեմնի աղքատը։ Իսկ սա գոհ ժպտում է և ասում. ուրեմն զարմանում եք, թե ով է ինձ բերել այստեղ և այսքան երջանիկ դարձրել։ Հաջողությունն է բերել, բարեկամներս, հաջողությունը։ Տեսնում ես, ասում է մեծ եղբայրը փոքրին, ուրեմն հաջողությունն ամեն ինչ կարող է անել։ Իսկ ինչպես կաշառեցիր նրան, փողով այնպես չէ, հարցնում է փոքր եղբայրը։ Ոչ բարեկամ, աշխատանքով, միայն աշխատանքով, պատասխանում է գյուղացին։